Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է կանչել, հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Վերջին մեկ ամսում նա արդեն 6-ից 7 անգամ հրավիրվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության մի գործի շրջանակում, որը վերաբերում է Արցախը հանձնելուն, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք զինամթերքը եւ սպառազինությունը թշնամուն հանձնելուն։ Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի մեղադրանք ներկայացնելու մասին։ Խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Factor TV-ի աղբյուրների համաձայն խոսքը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կիսում պնդումները, թե Հայաստանում աննախադեպ գնաճ է արձանագրվել, դա կատարյալ ցնդաբանություն որակելով։ Նախարարը վստահեցնում է, թվային ցուցանիշները գնաճային միտումների շարունակական մեղմում են մատնանշում։ 2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3%։ Ներկայացրել է Հովհաննիսյանը, հավելելով գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին։ Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ավելացնել հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը, որի արդյունքում ավտոբուսներն առավելություն կստանան երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը վստահեցնում է, առաջիկայում հասարակական տրանսպորտն ավելի հարմարավետ ու ավելի արագ կդառնա։ Միաժամանակ ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են նախատեսվում։ Աշխատանքները կիրականացվեն ամռան ամիսներին, գործնականում արդյունքները տեսանելի կլինեն սեպտեմբերին։ Միացյալ Թագավորությունը 10 անգամ կավելացնի անօդաչուների մատակարարումն Ուկրաինային մինչև 2026 թվականի ապրիլը Կիևին 100,000 անօդաչու թռչող սարք կփոխանցվի, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Անօդաչուների արտադրությունն ավելացնելու համար Լոնդոնը ռեկորդային $472 միլիոն կներդնի բրիտանական պաշտպանական ընկերությունների կողմից դրանց արտադրության մեջ։ Նշվում է, որ Կիևին անօդաչուների մատակարարումները կտրուկ ավելացնելու պատճառն այն է, որ ուկրաինացի զինվորականները մարտի դաշտում դրանց օգտագործման արդյունավետություն են ցուցադրում։ Բիշկեկի դատարանը արտերկրում գտնվող Ղրղստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հեռակա կարգով դատապարտել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը դատավճիռներ է կայացրել 2019 թվականին Կոյտաշ գյուղում կոռուպցիայի եւ անկարգությունների գործով։ Միաժամանակ Աթամբաևը զրկվել է պետական պարգևներից, նրա ունեցվածքը կբռնագրավվի։ Կանադայում անտառային հրդեհների պատճառով 3 նահանգների ավելի քան 27,000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Հրդեհներից առաջացած ծուխը անառողջ պայմաններ է ստեղծել Միացյալ Նահանգների հյուսիսի կենտրոնական հատվածներում եւ հասել մինչեւ Եվրոպա։ Հրդեհները ներառել են Մանիտոբա, Սասկաչևան, Ալբերտա նահանգները։